Ստեղծված իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ թելադրում է շատ հստակ անելիքներ Հայաստանի ներսում։ Բացի դրանից այդ տեղի ունեցողը իրավիճակը դարձնում է սև-սպիտակ։ Իսկ սև-սպիտակը այստեղ ունի ջրբաժան եւ այդ ջրբաժանը անցնում է մի քանի հանգուցային կետերով։ Դու կողմ ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխկապակցվածության ձևավորմանը եւ դրանով իսկ խաղաղության գինը բարձրացնելով նաեւ պատերազմի հնարավոր սանձազերծման քաղաքական գինը, որը սանձազերծողը պետք է վճարի, թե այնուամենայնիվ հակառակ բաներս ջատագում։ Սա մեկ։ Երկրորդը հայ-ամերիկյան պայմանավորվածությունը, որը դարի պայմանավորվածություն է։ Դու այնուամենայնիվ փորձում ես այդտեղ գտնել Հայաստանի շահը եւ Հայաստանի զարգացման վեկտորը այնուամենայնիվ տեղավորես դրա մեջ շատ լավ տեսնելով թե աշխարհում ինչ է տեղի ունենում, թե խոսում ես դրա դեմ։ Որովհետև խոսել այն մասին, որ ես վարչապետ կդառնամ եւ մեկ դրամ աշխատավարձ կստանամ, կամ չգիտեմ, անխելքներին խելք եմ խոստանում, անբախտներին էլ բախտ, այդպես խաբել ժողովրդին չի ստացվի։ Ժողովուրդը հիմար չի, ով մտածում է, որ ժողովուրդը հիմար է, հիմարն ինքն է։ Նույնիսկ այն այսպես կոչված առաջնորդը, որը շարադրում է, թե ինքը ինչ է ավարտել։ Ուզում եմ հիշեցնել այն արաբական ասացվածքը, որ ցախով բարձած ավանակը, թե գրքով բարձած ավանակը դա նույն ավանակն է։